բացի կրթական ծրագրերից, որ իրականացնում ենք Սփյուռքի համար, մենք Հայաստանից 24/7 ռեժիմով մեր դպրոցից դասեր ենք անցկացնում Սփյուռքում ապրող երեխաների եւ մեծերի համար։ Մաման առաջինն է, ով երեխային փոխանցում է հենց լեզուն, առաջին խոսքերը երեխային տալիս է մայրիկը, այնպես որ մեր լեզուն էլ մայրենի է։ Այդտեղից տենց կարճ հապավումը ստացել ենք մամ։ Որոշակի նաև կապող բաներ ենք ստեղծել, որ երեխաները սիրով գան մեզ մոտ։ Այ հենց որ դուք ասացիք, շատ ճիշտ ասացիք, հայերենը սովորել սիրով, սիրել հայերեն սովորել, ոչ թե դա լինի ծնողի կամ տատիկի, պապիկի պարտադրանք։ Այս պահին վերջերս ավարտած ուսանող ունենք 73 տարեկան։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Նոեմին եմ։ Սփյուռքը մեր ազգի, մեր մշակույթի, մեր ինքնության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Դժվար է պատկերացնել մեր ազգը առանց Սփյուռքի, որովհետև ոչ միայն 1-200 տարվա ընթացքում, այլև դրանից առաջ աշխարհի տարբեր կողմերում հայերը ստեղծել են տարբեր համայնքներ, մեծ ու փոքր, այնտեղ զբաղվել են թե հայագիտությամբ, թե տպագրական տարբեր գործերով, փորձել են պահպանել իրենց հայությունը, երբեմն հաջողել են, երբեմն ձախողել են։ Բայց բոլոր ժամանակներում Սփյուռքում մենք ունեցել ենք կրթության խնդիր, դրանք իրենց ժամանակներին համահունչ լուծվել են այս կամ այն կերպ։ Թե ինչպես է կրթությունը լուծվում, կրթության խնդիրը լուծվում այսօր, կփորձենք տաղավարում քննարկել։ Ինքնություն եմ հրավիրել մի հետաքրքիր շարժման ներկայացուցիչ հիմնադիրի մամ կրթական շարժման համահիմնադիր Այդա Գրիգորյանն է այսօր տաղավարում իմ հյուրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ եկել եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Բացատրեք, թե ինչ է մամ շարժումը, կրթական շարժումը, ինչ է նշանակում այդ հապավումը եւ հետո հասկանանք, թե ինչով եք զբաղվում ընդհանրապես։ Սիրով Նոեմի ջան։ Մամը ծնունդ է առել 2021-ին, պատերազմից հետո, երբ երկար քննարկումների արդյունքում ընկերներով, հիմնադիրներով, որ վաղուց ընկերություն էինք անում, որոշեցինք մի այլ գործ անել, մենք բոլորս մասնավոր տարբեր ձեռնարկություններում, հիմնարկություններում աշխատում էինք եւ որոշեցինք ինչ-որ մի կարեւոր բան անել, փոխել առհասարակ մեր ուղեծիրը եւ այդ ժամանակ շատ կարեւոր ինչից սկսվեց մեր հիմնադիրների քույրեր են Մարինեն եւ Մելինեն, եղբայրը պատերազմից հետո որոշակի գրականություն խնդրեց, նյութեր խնդրեց, որպեսզի կարողանա հասկանալ առհասարակ այս պատերազմը ինչի մասին էր, իրենք ծնվել են եւ մեծացել են, ծնվել են Հայաստանում, բայց մեծացել են դրսում, իրենք Սփյուռքի ներկայացուցիչ են, եւ որ չկարողացանք գտնել համապատասխան նորմալ նյութեր, չկարողացանք ոնց որ ընկանք այդ փնտրտուքի մեջ ու հասկացանք, որ կոնտենտի խնդիր ունենք, հասկացանք, որ գրականության խնդիր ունենք, հասկացանք, որ տեխնոլոգիաների խնդիր ունենք եւ որոշեցինք այսպես այդ ուղղությունը վերցնել, դժվար ուղղություն իրականում, որովհետեւ նմանը չկար, որպեսզի կարողանայր տեսնել ինչ ճանապարհ է անցել, հա, ինչ հաջողություններ ունի, որտեղ է սխալվել եւ կարողանայր այդ ամենը իր հետևից ճանապարհով գնալ, զրոյից սխալվելով, զրոյից տարբեր փորձեր անելով ստեղծեցինք մամը, այո, մամը բացառապես Սփյուռքի համար աշխատող շարժում է, կարող եմ ասել նաև դպրոց, on-line դպրոց, հետո մենք դպրոց չփոխեցինք, ավելացրեցինք նաև դպրոց բաղադրիչը, քանի որ մենք Հայաստանից, բացի կրթական ծրագրերից, որ իրականացնում ենք Սփյուռքի համար, մենք Հայաստանից 24/7 ռեժիմով մեր դպրոցից դասեր ենք անցկացնում Սփյուռքում ապրող երեխաների եւ մեծերի համար։ Ճիշտ հասկացա, որ նախ որոշեցիք ինչ-որ հետազոտական աշխատանք անել, հասկանալու համար ով է հայը, ինչի մասին է հայը, հետո դա դարձավ դպրոց։ Իրականում որոշեցինք ոչ թե հետազոտել ինչ է հայը, այլ որոշեցինք հաշվի առնելով մեր ընդհանուր մտածելակերպը, հա, դիրքորոշումը այսպիսին էր, քանի որ գիտեինք, որ խնդիր կա դրսում ապրող երեխաները մեր շրջապատում անգամ, հա, նույնը մեր շրջապատում երկրորդ սերունդը այլևս հայերեն գրեթե չէր խոսում երեխաները, հա, ովքեր գնացել էին
Սփյուռք ապրելու, տեղափոխվել են Սփյուռք, նրանց երեխաները գրեթե արդեն հայերեն չէին խոսում, ու որ միշտ խոսում էինք, ասում էինք, որն է պատճառը, որ երեխաներին չեք զբաղվում, լեզուն չեք սովորեցնում, ասում էին, որ այս դարի երեխաներին դժվար է կիրակնօրյա դպրոցներ տանել, ամենօրյա կամ կից եկեղեցուն կից դպրոցներ տանել, որովհետև իրենց համար անհետաքրքիր է, կարճ է տևում այդ փորձառությունը, սկզբից ծնողի խնդրանքով, ծնողի հորդորումով, հետո ինչ որ մի X ժամանակ հետո երեխաները հրաժարվում են, իսկ մենք շատ տարբեր երկրներ, տարբեր տեղեր ուսումնասիրել ենք, գիտեինք, որ կան հետաքրքիր մեթոդներ դասավանդման ու հասկացանք, որ հայերենը միայն հիշողության մեջ չի, հա, որ պիտի գնայ, մենք տենց հայերենը միշտ իրեն ներկայացնում ենք որպես բարդ, հին լեզու եւ այլն, բայց չենք մտածում երբևիցե, որ կարող ենք հայերենը դարձնել ավելի հեշտ, ժամանակակից ու գուցե տեխնոլոգիաների օգնությամբ իրեն մի քիչ ավելի հարմար դարձնենք, որպեսզի 21-րդ դարի երեխան, որ ապրում է Սփյուռքում, հասկանա նպատակը կամ եթե անգամ այդքան էլ մոտիվացված չլինի հայերեն սովորելու, դա լինի այնքան թեթև, այնքան հետաքրքիր, այնքան ժամանակակից, այնքան իրեն հարմար եւ ծանոթ տեխնիկական հնարքներով, որ ակամայից իրեն հետաքրքիր լինի։ Ինչպես ասում են, հավես լինի հայերենը սովորելը։ Այո, այդ հավես լինի հայերեն սովորելը մեզ համար նպատակ էր, որ ունենանք այնպիսի մեթոդ, այնպիսի տեխնիկական դասավանդման սրահ, տեխնիկական կազմ, որ երեխաները ակամայից մամ դպրոցի այսօրվա սովորողները, երեխաները, որոնք սովորում են մեր դպրոցում, վերջերս ծնողներից մեկը հյուր էր եկել, մեր ամենակարևոր նպատակը, որին մենք հասել ենք, ասում եմ, ես երբևիցե չեմ պլանավորում եւ չեմ հետևում իր դասերին։ 13 տարեկան տղա երեխա, 14, որ թինեյջեր է ու որին պատկերացնում եք արդեն, անցումային տարիքն է, հետաքրքրությունները փոխվում են, լրիվ ուրիշ են, հաստատ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող երեխան, որ իր բակում, իր անկերների Ջեքի Ջոնի հետ անգլերեն հրաշալի շփվում է, պիտի կարողանա իր մեջ ուժ գտնել եւ շաբաթը 2 անգամ իր ցանկությամբ առանց ծնողի դրդման նստի համակարգչի առաջ եւ ուսուցչի հետ 2 ժամ ու իր խմբի հետ, քանի որ մեր դասերը խմբային են, այնտեղ ունի ընկերներ արդեն, այսինքն որոշակի նաև կապող բաներ ենք ստեղծել, որ երեխաները սիրով գան մեզ մոտ։ Այ հենց որ դուք ասացիք, շատ ճիշտ ասացիք, հայերենը սովորել սիրով, սիրել հայերեն սովորել, ոչ թե դա լինի ծնողի կամ տատիկի, պապիկի պարտադրանքը։ Տարիքային ցենս կա, ասենք նվազագույնը որ տարիքից սկսած եք ընդունում ձեր դպրոց եւ մաքսիմումը որ տարիքի 5 տարեկանից սկսած մինչև չունենք վերևում շեմ, այս պահին վերջերս ավարտած ուսանող ունենք 73 տարեկան։ Այնպես որ հասցրել է մինչև կյանքի մայրամուտը հայերեն գոնե տիրապետել։ Հա, Սփյուռքի ներկայացուցիչ է, շատ երկար Հայաստան առհասարակ վերջին առաջին անգամ 5-6 տարի առաջ է եղել, բայց վերջում որոշել է որոշակիորեն հայերեն սովորի։ Իսկ հայերեն արևմտահայերեն տարբերակն եք սովորեցնում, թե արևելահայերեն։ Արևելահայերեն ենք սովորեցնում, բայց զուտ նրա համար, որովհետև պահանջարկն է այդպես եղել, մենք նաև ունենք մեթոդական մաս արևմտահայերենի մասով ու եթե կարիքը լինի, եթե նախաձեռնվի նման օրինակ բան, եթե դիմորդներ լինեն, ուղղություն ունենան կամ նպատակահարմարություն լինի, ինչ որ առիթ լինի, բնականաբար շատ արագ կկարողանանք նաև արևմտահայերեն դասավանդել։ Ունենք կազմ, արդեն ընտրված ուսուցիչներ, այնպես որ դա շատ արագ մեթոդաբանություն ունենք, կկազմակերպենք արագ։ Ես նայում եմ օրինակ անգլերենը ինչպես է գրավում, շարունակում գրավել աշխարհը, որովհետև նախ դա բիզնեսի եւ տեխնոլոգիայի լեզու է եւ բոլորը անկախ իրենց ցանկության սկսում են սովորել անգլերեն, որովհետև դա գործնականում իրենց պետք է, բայց նայում եմ թե անգլերենի հետ կապված ինչքան բազում ծրագրեր կան, հավելվածները, հեռախոսային հավելվածները մի կողմ, դասագրքերը եւ ամեն տարի նույն դասագրքի կազմողները թարմացնում են, նոր վարժություններ, նոր մեթոդներ են բերում եւ այնքան են թեթևացրել եւ այնքան են հեշտացրել այդ process-ը, որ երեխան նույնիսկ կարող է վերցնել ինքնուրույն ինքնուսուցիչներով վերցնել ու սկսել սովորել։ Հայերենի համար այդ խնդիրը ունենք։
Արդյոք հնարավոր է հայերենել այդ կերպ բաժանել մակարդակների, ասենք A մակարդակ, B մակարդակ, G մակարդակ, թե ուրիշ մեթոդով եք գնացել։ Իրականում չէ, շատ ճիշտ եք, մենք կոնտենտի լուրջ խնդիր ունենք, լուրջ։ Բայց իհարկե հնարավոր է, այն էլ այս դարում, երբ կա արհեստական բանականություն, երբ շատ գործիքներ կան, տեխնիկական շատ հնարավորություններ կան, այո, հնարավոր է հայերենը նույն կարգով ադապտացնել եւ հրամցնել մարդկանց։ Մենք աշխատում ենք դրա շուրջ, մենք հիմա այս պահին դպրոցը շարժումը, մամ շարժումը ունի իր սեփական պլատֆորման։ Այդտեղից ենք սկսել, մեր սեփական պլատֆորման է, որը ունի նաև մամադարան, անվճար կոնտենտ երեխաների համար, այնտեղ նկարելու, ներկելու փոքր տարիքի 5 տարեկանից սկսած կարող են երեխաների ներբեռնել ծնողները եւ երեխաները զբաղվել։ Այո, այդ կոնտենտը հնարավոր է եւ պետք է ստեղծել, որովհետեւ ապական դրա մեջ է։ Այսօր մարդը շատ զբաղված է, ժամանակի լուրջ խնդիր կա եւ փոքր այդպիսի հավելվածների միջոցով, տեսանյութերի միջոցով պետք է լրացնենք այդ բացը, փորձենք դրա միջոցով կրթել են սփյուռքի մեր երեխաները, որովհետև նաև իրենց առօրյայում դա այնքան շատ է, իրենք սովոր են այդ ձևին։ Այդ փոքրիկ կարճ սթորիները, ռիլերը, որոնցով իրենք հետաքրքրվում են, եթե այդ ռիլերի, սթորիների մեջ հայկական կոնտենտ լինի, ճիշտ ընտրված լավ կոնտենտ, բնականաբար դա իրանք նայելու են եւ սովորելու են, այսինքն պետք է աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի իրենք լավ կոնտենտ նայեն, հայերենով կոնտենտ նայեն, փոխանակը ինչ նայում են հիմա։ Այսինքն այստեղ բովանդակության մեջ է խնդիրը, ձևը կա։ Իսկ բովանդակությունը դժվար չի ստեղծել, որովհետև ինչպես ասում են դանայան տակառի նման, դա մի մեծ իրականում չէ, մենք մեծ թիմ ունենք այս պահին դիզայներների, իրականում մեր դասերը, ինչ որ մենք հիմա պատրաստում ենք եւ ինչով դասավանդում ենք մեր դպրոցում, շատ կտրուկ տարբերվում է այն կոնտենտի հետ, որ կան դպրոցներում, դրսի դպրոցներում, մենք մեր սենյակները, դասասենյակները սմարթբորդերով ենք կահավորել եւ դասերը համապատասխանաբար գեյմիֆիկացված, շատ ուրախ, գունավոր դասեր են, շարժումով, անգամ մեր տեսախցիկն է մեր դասարանում շարժվում, ինքը դեմքը ֆիքսում է ուսուցչի եւ ամբողջ ընթացքում դասարանով շարժվում է բավականին ինտերակտիվ դասընթաց, այո, շատ ինտերակտիվ։ Տեսախցիկի առաջ համակարգչի առաջ նստած խոսքը փաստորեն իսկական դասարանային, այո, դասարանական իսկական շատ կենթանի ձայնով, որակյալ ձայնով, որակյալ վիդեո տեսագրություն, վիդեո չէ, ինքը լայվ դասեր են։ Ուսուցիչը ամբողջությամբ դասարանով երևում է, ինքը շատ ինտերակտիվ, ուրախ, գունավոր, վերջերս տեսանյութ էինք հրապարակել մեր հերթական դասերից, որ տեղի ունենում առավոտյան ժամը 5-ին, ու անգամ ուսուցիչը այնքան ուրախ էր, ոչ մեկ չէր հավատում, որ դա վաղ առավոտվա դաս է, որովհետև ենթադրենք դա Միացյալ Նահանգներում երեկոյան ժամը 6-ն էր, թե 7-ներ, չեմ հիշում այդ ժամանակ ոնց էր ժամային գոտիները, ուզում ասել, որ մենք 24/7 ենք աշխատում ենք մեր նյութերով, մեր դասարաններից, աշխատում ենք ամբողջ աշխարհում այնտեղ, որտեղ որ հայեր կան եւ ցանկություն ունեն մեր դպրոցի հետ շարվել առաջ։ Ինչպես եք հասնում ձեր աշակերտներին, ինչպես են նրանք իմանում ձեր մասին։ Հիմնականում դա digital marketing-ի միջոցով է արվում, բայց տարիների փորձի արդյունքում հիմնականում արդեն իրար տեղեկացնելու ընկերներ, ընտանիքներ, նաև այդպես են շատ գալիս, որովհետև փորձ ունեն, իսկ դա ամենավստահելի բանն է, որ խորհուրդ են տալիս իրենց ընկերներին, իրենց բարեկամներին եւ այդ ճանապարհով են գալիս։ Հայրենից բացի ունեք Ինչ որ ուրիշ առարկաներ, ինչ ձեր դպրոցում ինչ առարկաներ եք անցնում։ Մեր դպրոցում անցնում ենք այն առարկաները, որոնք բացառապես կապված են հայերենի հետ։ Անկամ եթե ինչ որ առարկաներ ենք անցնում, որոնք հենց զուտ հայերեն չեն, հայերեն խոսքի զարգացման նպատակով է իրականացվում։ Հայերենն է բոլոր մակարդակներով, դուք նշեցիք քիչ առաջ A, B, G, D, այո, մենք ունենք այդ տարանջատումը, դա զրոյական մակարդակի
հայերենն է, հետո արդեն սկսնակ, հետո աճող եւ զարգացող, մենք տարանջատել ենք իրենց, իդեպ նաեւ զրոյական ունենք շատ աշակերտներ, որոնք առհասարակ երեխաներ, որոնք առհասարակ հայերեն չգիտեն ու մեր դպրոցը կարելի է այդպես ասել երևի առաջիններից է, որ հայերենը որպես օտար լեզու է դասավանդում միջնորդ լեզվի օգնությամբ, այսինքն սկզբում մենք դասավանդում ենք իր երկրում ապրող իրեն հարազատ օտար լեզվով, ենթադրենք անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, հասնում ենք ինչ-որ մակարդակի, երբ որ արդեն հայերեն փոքրիկ հրահանգներ հասկանում է, հայերեն կարողանում է խոսել։ Փաստորեն ունեք հայերենը որպես օտար լեզու մատուցելու այդ մոդելը, որովհետև իրականում շատ կարևոր է, ինչպես ասացի, անգլերենն էլ այդ սկզբունքով չէ արվում, բայց հայերենի հիման վրա նաև տալիս եք այլ բովանդակություն։ Օրինակ անգլերեն դասավանդելու ժամանակ, նույնիսկ սովետական շրջանի դասագրքերում պատմում էր Լոնդոնի մասին, ինչպիսին է Լոնդոնը, ինչու եւ այլն։ Հիմա հայերեն սովորեցնելու ժամանակ ինչ տեսակ տեքստեր, ինչ տեսակ բովանդակություն, ինչ տեսակ պատմություններ եք ներառում դրա մեջ, որովհետև դա երկրորդային ազդեցությունը պիտի ունենա։ Եվ ամենակարևոր թերևս, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ այդ երեխաներին ում որ հայերեն են ուսուցանում, իրենք չեն գալու 5-10 տարի հետո եւ բանասիրական չեն ընդունվելու, նպատակը հենց հայ պահելն է, հայրենիքի հետ կապ ստեղծելն է, հայրենիքի հանդեպ սերմանելն է եւ այդ դրա շատ լավ ճանապարհն է հենց երկրի մասին տեղեկատվություն տրամադրելու են ավելի պայծառ դրվագները երկրի մասին ավելի կարևոր, որպեսզի երեխաները սիրով գունավոր, լուսավոր պատկերացնեն մեր երկիրը, դրան իրանցից շատ շատերը մեր երկրում չեն եղել եւ կարծիք են կազմում հենց ուսուցչից, որը սենյակից ներկայացնում է նյութեր, վիդեո գրություններ, պատմում է Հայաստանի մասին, այսինքն այն ամենասիրուն, գեղեցիկ եւ պոզիտիվ բաները, որ կարելի է հրամցնել։ Բացի հայերենից ունենք նաեւ հայրենագիտության դասեր, որը իր մեջ ներառում է հայերեն, իհարկե դա սկսնակների համար չեն, որոշակի արդեն բառապաշար եւ իմացություն պետք է ունենան լեզվից, դա ոնց որ մի քիչ ավելի ուշ փուլերում է, որտեղ կա մշակույթ, կա ավանդույթների մասին, կա պատմության որոշակի տեղեկատվություն այն, ինչ որ անհրաժեշտ է, որ սփյուռքում ապրող երեխան պատկերացում կազմի Հայաստանի պատմության փոքրիկ, իհարկե բնականաբար դա շատ ծավալուն չի կարող լինել, բայց ընտրվում է ամենակարևոր իրադարձությունները եւ լուսաբանվում է ամենաճիշտ, գունավոր եւ գեղեցիկ ու իհարկե ոչ աղավաղելով, բայց պոզիտիվ ձևով, որովհետև այդ երեխաները իրանց կրթական համակարգում ուրիշ ձև են առհասարակ կրթությանը վերաբերվում։ Այնտեղ ամեն ինչ շատ թեթև է, շատ լուսավոր է, գունավոր է ու երբ որ իրանք հետո առերեսվում են ինչ-որ շատ ծանր բաների հետ, իրենց մոտ դա հակասական կարծիք է ձևավորվում ու այդտեղից էլ է որ վանում է իրենց, այսինքն մենք պիտի կարողանանք տրանսֆորմացվել, եթե ունենք այդ նպատակը երեխաներին, մեր սփյուռքի երեխաներին հայրենիքին մոտ պահելու, մենք պիտի ընտրենք այն ճանապարհը, պիտի որդեգրենք այն տեխնիկական հմտությունները, որ կարողանանք այնպիսի կոնտենտ ու այն ձևով իրենց մատուցել, որ դա իրենց հարազատ լինի, հաճելի լինի, սիրով լինի, հակառակ պարագայում մենք չենք հաջողի, ոչ մի դեպքում չենք հաջողի։ Ով իմանա, գուցե այդ երեխաների մեջ լինեն Ղևոն Դալիշանները, որոնք երբեք Հայաստանում չլինելով, բայց Հայաստանի մասին մանրամասն նկարագրություններ, ուսումնասիրություններ էին։ Շատ եք շփվում Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Առաջին 2-3 խնդիրները, որոնք կթվարկեք, որոնք նրանք ունեն այս պահին։ Խնդիրները շատ են, կրթական մասով թե առհասարակ։ Առհասարակ են լմուզում։ Առաջին խնդիրը անվտանգային խնդիրն է, որոնց հետ նրանք բախվում են, ու մանավանդ այն մարդիկ, որ նոր են գաղթել, այլ երկրներ ապրելու եւ սովորեն մեր երկրի անվտանգության այդ նորմերին, ինչքան ապահով է երեխաներին, ինչքան ապահով է մեր երկրում մեծացնելը, առաջին հերթին բախվում են անվտանգության հետ։ Այնտեղ երեխային մինչև 15-16 տարեկան մենակ ոչ միտեղ չես թողնի եւ ակամայից ժամանակ է պետք, որ հարմարվես դրա հետ։ Երևի թե ամենակարևորը դա է, եթե ու
կապված արդեն թե ինչ համայնք են տեղափոխվում։ Օրինակ այն համայնքներ, որտեղ որ շատ հայեր կան, համայնքը լավ է աշխատում, բավականին արագ ադապտացվում են։ Այն երկրներում, որտեղ չկա համայնք եւ իրենք մենակ են մնում փաստացի, սկսած արդեն լեզվի խնդրի հետ են առնչվում, համայնք ներթափանցելու, համայնքի հետ կոնտակտների հետ կապված խնդիրներ են ունենում, տարբեր են լինում։ Իսկ ռուսական թևում Ռուսաստանի հայերը, որոնք շատ են քանակով, իրենց մոտ էլ ասիմիլյացիայի լուրջ խնդիրներ կան, այսինքն գնում են այնտեղ, հայերեն առհասարակ չեն խոսում, միանգամից մոռանում են լեզուն, շատ արագ լինում, ամենայն դեպս մինչ օրս, իհարկե իրենց պատերազմից հետո որոշակի փոփոխություններ կան, ավելի շատ են հետաքրքրված իրենց արմատների, վերականգնում են իրենց լեզվի իմացությունը, երևի թե դա էլ ինչ-որ անվտանգային կամ հետագայում գուցե իրենց երկիրը փոխելու նպատակով ավելի հետաքրքրված են։ Այս պահին Ռուսաստանի թևում բավականին լուրջ խնդիրներ կան, աշխարհից կտրված են, մենք էլ հատուկ տեխնիկական այլ միջոցներ ենք կիրառում այնտեղի հետ դասընթացների համար, որովհետև գրեթե բոլոր սոցիալական ցանցերը կապերը փակ են, բավականին լուրջ մարտահրավերներ կան այնտեղի հետ կապված։ Ես վերջերս սոցցանցերում հանդիպեցի մի բովանդակության, որտեղ ուսուցիչների համար ինչ որ ծրագիր էիք մշակում։ Խնդրում եմ բացեք փակագծերը։ Խոսեցինք, թե դուք կրթական ինչ ծրագրեր եք անում երեխաներին, ոնց եք սովորեցնում հայրենագիտություն, ուսուցիչների համար այդ ինչ եք անում։ Շատ լավ, մի քիչ ավելի խորքից սկսեմ։ Երեխաներին մենք ի սկզբանե սկսեցինք երեխաներից, հետո արդեն միջին տարիքի երեխաներ, հետո մեծեր, հետո նաև պատերազմի ժամանակ ռելոկանտների համար ենք նաև հայերեն սովորեցել, որտեղ այդ փորձ ունեինք հայերենը որպես օտարալեզու դասավանդման, բայց հասկացանք, որ տարվա կտրվածքով 200-500 երեխա ուսուցանելով մեզ փյուրքը այնքան մեծ է, որ մենք այտենց լուրջ ազդեցություն չենք կարող ունենալ, մանավանդ որ Սփյուռքը այսօր ոչ մի ընդհանուր համակարգված կրթական ծրագիր չունի, ոչինչ չունի, կարելի ասել։ Իհարկե շատ ցավալի է, բայց որ համայնքում, որ դպրոցում կա ակտիվ կրթված մանկավարժական հմտություններով եւ դարին համընթաց քայլող մարդ, այսինքն կախված մարդկանցից, այդ դպրոցը շահած է, այդ երեխաները լավ կոնտենտով, սիրուն կրթություն են ստանում, լավ խոսում են հայերեն, Հայաստանի մասին լավ պատկերացում ունեն, այդ ամեն ինչը լավ տուն են տանում, ծնողների հետ տանը հայերեն են խոսում, իսկ եթե չէ, հակառակ պարագայում չէ։ Այսինքն չկա ոչ մի կրթական ծրագիր ընդհանուր համակարգված, որ այդ երեխաները, ուսուցիչները, որովհետև Սփյուռքում ապրող ուսուցիչները ու դասավանդող բոլորը չեն, որ հայերենի մասնագետ են կամ բանասեր են կամ մանկավարժ են։ Մեծամասամբ լեզվակիր են ուղղակի, հայերեն լավ գիտեն, մանավանդ այն համայնքներում հայկական Սփյուռքի, որտեղ որ ենթադրենք Կալիֆոռնիան չէ, որտեղ շատ են եվրոպական երկրներ կան, փոքրիկ համայնքով երկրներ կան, այդտեղ մեծամասամբ ուսուցիչները լեզվի դպրոցում դասավանդող լեզվակիր են։ Ուղղակի լեզուն գիտեն, բայց մանկավարժական հմտություններ չունեն, նաև բանասիրական չունեն, այսինքն իրենք ուղղակի խոսում են լավ հայերեն ու այդ մարդկանց, այդ ուսուցիչներին լուրջ օգնություն անհրաժեշտ։ Իրենք բոլորը նվիրյալներ են, իրանք սիրով աշխատում են, բայց որpիսի իրանք դա անեն համակարգված, որակյալ ու արդյունքում կարողանան երեխաներին պահել իրենց դասարանում, ոչ թե սկզբում համայնքը հայտարարի, որ 30-40 աշակերտ է հավաքվել, մի տարի հետո մնան 5-ը։ Հենց դա է խնդիրը, որ չեն կարողանում պահեն իրենց երեխաներին, որովհետև նոր լավ կոնտենտ չունեն, ժամանակ հիմիկվա երեխեք շատ են տարբերվում, 21-րդ դարի երեխային բերել դաս անելու ֆորմատ տրամադրի, որ ինքը կարողանա կենտրոնանա եւ քեզ հետ աշխատի, դա բավականին բարդ գործընթաց է։ Այսինքն շատ լուրջ խնդիրների հետ են նրանք բախվում։ Դրա պատճառով որոշեցինք, որպեսզի ավելի մեծ լինի ազդեցությունը,
Սփյուռքի դպրոցների համար արդեն տեղայնացված, ոչ թե on-line հարթակում դասավանդելու, այլ տեղայնացված դասընթացներ մեթոդաբանություն ստեղծենք, որ ամեն դասի մեջ չլինի մենակ ենթադրենք այդ սիրուն գեյմիֆիկացված դասերը, դրա մեջ կան նաև ձայնային տուտորիալներ, դրա մեջ նաև կան տեքստեր, դրա մեջ կան թե որտեղից օգտվի, ինչ բովանդակություն վերցնի եւ այլն, պատրաստենք եւ կարողանանք հրամցնել դասփյուրքի դպրոցներին։ Այդ պարագայում մենք կունենանք լավ մեթոդաբանություն, պատրաստի ժամանակակից երեխաներին հարմար սիրուն կոնտենտով որակյալ եւ դա կարողանանք արդեն տարածել Սփյուռքի դպրոցներին, իրենք էլ դա վերցնելով արդեն պատկերացրեք, որ արդեն մեծ կլինի մասշտաբը երեխաներին սովորեցնելու։ Այսինքն չինական ասացվածքի նման ամեն օր ձուկ նվիրելու փոխարեն ձուկ որսալ սովորեցրու, հիմա դուք ձուկ որսալ եք սովորեցնում այնտեղի տեղի դպրոցներին, որոնք ավելի մեծ հասանելիություն ունեն իրենց մոտ ապրող հայ ազգի երեխաներին։ Հիմա որպեսզի կարողանանք այդ նյութերով շատ որակյալ աշխատել, հետագայում որոշեցինք մի հատ շատ լավ վերապատրաստում իրականացնել, սա ոնց որ նախա սկիզբն է, որ ուսուցիչներին Հայաստանում այս պահին աշխատող, գործող լավագույն մասնագետներին եւ դրանք ոչ միայն լեզվի կամ մանկավարժության ոլորտում են լավագույնները, պատմության ոլորտում լավագույնները, հասարակագիտության ոլորտում, մշակույթի լավագույն մասնագետներին, ովքեր իսկապես բովանդակություն ունեն տալու Սփյուռքի եւ ոչ միայն Սփյուռքի ուսուցիչներին, ամիսը 2 անգամ 8 ամիս շարունակ ունենալու ենք վերապատրաստում Մեր շատ սիրելի Գանե Մկրտչյանն է լինելու, վերապատրաստում իրականացնելու, ունենք նաև շատ այլ լավ մասնագետներ պատմության ոլորտում Զոհրաբ Գևորգյանն է լինելու եւ շատ լավ մասնագետներ, ովքեր իրապես բան ունեն տալու սովորեցնելու եւ վերապատրաստումը այս պահին մոտ մի 130 մասնակից ունենք աշխարհի տարբեր ծայրերից Հնդկաստանից մինչեւ ամերիկյան Սամոա ոնց են հասել մեր հայերը ամերիկյան Սամոա հարցական է դե բայց 132-ից ունենք մասնակիցներ, 1 դաս ենք ունեցել, 1 վերապատրաստման դաս ենք ունեցել, դեռևս 8 ամիս կշարունակվի, ամեն ուրբաթ է, 2 շաբաթը 1 ուրբաթ օրերին ունենում ենք այդ վերապատրաստումը, նախապատրաստում ենք ուսուցիչներին, որպեսզի նաև տալիս ենք գործիքակազմ, Դուք երկու անուն տվեցիք, Գանե Մկրտչյան եւ Զոհրաբ Գևորգյան, երկուսն էլ իդեպ ոլորտում բավականին լավն են եւ ոչ միայն կոնտենտ են տալի, այլև սովորեցնում են թե ինչպես սովորեցնել, այդ շատ կարեւոր հանգամանքը, երկուսի պարագայում էլ շատ լավն է, որովհետեւ ու հենց դրա վրա Ամերիկայում էլ նաեւ վերապատրաստել միջազգային այդ փորձը նաեւ ունի Տիկին Գան Հայաստանում աշխատելու երկար տարիների փորձը, այդ շատ ուրախացնում է։ Ինչքան կկարողանաք ապահովել ինչ ծավալի ինչ մասշտաբներ կարող եք ունենալ։ Շատ մեծ մասշտաբներ կարող ենք ունենալ, բայց քանի որ ընկերությունը ինքնաֆինանսավորվող է, այդ ամենը կախված է թե ինչ միջոցներ կկարողանանք ներգրավել այդ նպատակով։ Իրականում անսահման գործ կարող ենք անել, շատ մտահղացումներ ունենք ու շատ բաներ ունենք ստեղծած արդեն պատրաստ, որ կարող ենք հրամցնել Սփյուռքին, օգնել, որպեսզի ավելի կայուն զարգացման ընթացք ունենան։ Ուսուցիչներն իրենք են վճարում մասնակցության համար, այս վերապատրաստումը անվճար է։ Բացի մեթոդական գրականությունից, մեթոդական գործիքներից տալու եք նաև գրականություն, որ նյութեր, որոնք կկարողանան իրենք հենց իրենց ուսուցման process-ում օգտագործել։ Միանշանակ մենք դասընթացի բոլորը, ովքեր որ վարում են այդ դասընթացները վերապատրաստման, պատրաստ են կիսվել ամեն ինչով։ Բացի նյութերից, բացի գրականությունից, բացի այն հղումներից, որտեղից կարող են իրենք վերցնել եւ օգտագործել իրենց դասը, նաեւ տեխնիկական հմտություններ է տրամադրվում, թե ինչպես կարող են այս կամ այն նյութը պատրաստել, ինչի վրա պետք ուշադրություն դարձնել, նաեւ ունենք կրթական հոգեբանի վերապատրաստման դասընթացներ, թե ինչպես աշխատել այս դարի երեխաների հետ կոնտենտի ստեղծման ընթացքում, որպեսզի կարողանան նպատակին ծառայեցնել իրանց ստեղծած կոնտենտը։ Դուք ունեք հոգեբաններ։ Այո, կրթական հոգեբաններ ունենք։ Հրաշալի, որովհետեւ հոգեբան ունենք, իդեպ մեր դպրոցում իրականացված դասերը
կրթական հոգեբանների կողմից անպայման դասալսվում են։ Մեր համակարգը բոլոր դասերն ավտոմատ ձայնագրում է եւ կցում է երեխաների անձնական էջերին, որպեսզի իրենք կարողանան դասընթացը վերադիտեն, ու այդ հնարավորությունը նաեւ ստեղծված է, որպեսզի մեր հոգեբանները կրթական վերադիտեն ու նախ կրթական մասը հետագան հասկանան, երկրորդը կանխեն որոշակի կարող է սխալ զարգացումներ կամ ծնողի հետ աշխատանք է տարվում, հետադարձ կապ է արվում, այսինքն մենակ դաս տալ չի, դպրոցը բոլոր մասերով մտածված այդ գործունեությունն իրականացնում է։ Մի խմբում մի դասի ժամանակ քանի երեխա են ներգրավում։ Մինչև 5 երեխա։ Մինչև 5 երեխա, հիմնականում 4-4-ից 5 երեխա մենք ունենում ենք նախնական դասընթաց, որի ընթացքում մեթոդաբանը որոշում է երեխայի իմացությունը, աստիճանը, սովորելու արագությունը, տեմպը, նախասիրությունները, ու որպեսզի կարողանանք ճիշտ խմբավորել։ Հնարավոր է, ասենք մի երեխա Ամերիկայից լինի, մեկը Կանադայից, մեկը Եվրոպայից լինի։ Այնպես հետաքրքիր է ստացվում, Ավստրալիան, Կանադան, Ամերիկան, տենց տարբեր ժամային գոտիներ ունեն, խումբ ունենք, որ Ավստրալիա, Կանադա, Ամերիկա, մեկի մոտ առավոտա, մեկի մոտ գիշերա, մեկի մոտ 2 օր հետա, եւ այո, մեծամասամբ նպատակն էլ հենց այդ է, որովհետեւ օրինակ ունենք Ամերիկայի խմբեր երեխաների, որոնք ընկերանում են։ Հետո իմանում ենք, հարցնել, որովհետեւ ասենք մի բան է, երբ որ դու ֆիզիկապես ես հանդիպում եւ դաս հետո 1-2 րոպե կամ 5 րոպե միջև լեսանից դուրս ես գալիս, գնում կանգ առես հասնում, այդտեղ շփվում ես։ Մի պարագայում է, երբ որ ուղղակի օջակը սեղմեցիր եւ դասը վերջացավ եւ դու էլ այդ մարդու հետ ֆիզիկական շփում չես ունենալու, on-line այդ հարթակը հնարավորություն տալիս է ընկերանալու։ Այո։ Նախ ընկերանում են, երկրորդը ուսուցչի հետ կապը մշտական է։ Մեր նաև պլատֆորման է տալիս այդ հնարավորությունը, իրար մեսիջներ են գրում, մշտապես կապի մեջ են, այնտեղ տնայինների բաժին կա, տնայինները կատարում են, հետո ներբեռնում են, ուսուցիչը դրա մասին տեղեկացվում է, իր notification-ը գալիս, այսինքն կապը մշտական է։ Ու այդ նաև այդ դասի տեսակը, որ կա, այդքան կենթանի է, ինքը տենց շփումը ու դասերն էլ լայվ են, ուրիշ կապ է ստեղծվում ուսուցիչ երեխայի մեջ։ Ուղղակի երեխաները չեն գալիս 60 րոպե դասի։ Շատ ուրիշ մթնոլորտ է, երկար զրուցում են նաև տարբեր հարցերի շուրջ, մենք բարբերաբար վիդեոներ ենք դնում մեր սոցիալական ցանցերում, որտեղ երեխաների դասը ինչպես է անցնում, հստակ երևում է, իրենք ընկերանում են շատ, անգամ այնտեղ լինում է, որ երեխաները ենթադրենք elementary-ից, զրոյականից փոխվում են արդեն առաջին մակարդակ, այդ դեպքում արդեն ուսուցիչ պիտի փոխեն, որովհետև այնտեղ օտար լեզվի իմացության ուսուցիչ էր, սա արդեն հայրենի ուսուցիչ է, շատ խնդիրներ են ունենում, բախումներ են ունենում, երեխաները կապվում են, շատ են կապվում, որովհետև այդ ուսուցիչը ոչ միայն իրեն լեզու է սովորեցնում, ձեր այդ ուսուցիչը կապն է իր Հայաստանի հետ, հայրենիքի հետ, ու ստեղծվում է այդ կապը, ինչքան էլ որ զարմանալի է, սիրով են մեր երեխաները գալիս։ Իսկապես հրաշալի այդ զգացումը, որ դուք այնքան հարստանաք, որ մի օր կամ տարվա մեջ 2-3 անգամ ձեր բոլոր աշակերտներին հավաքեք Հայաստանում եւ ֆիզիկապես շփվելու հնարավորություն ունենաք, թե դուք իրենց հետ, թե իրենք իրար հետ, ու հնարավոր լինի Հայաստանը ոչ միայն էկրանից այն կողմ տեսնել ու լսել Հայաստանի մասն, այլև շոշափել, բույրը զգալ, ձայնը լսել, գույները սեփական աչքով տեսնել առանց տեխնոլոգիայի միջնորդության։ Ամռանը շատ ենք ունենում հյուրեր, շատ երեխաները գալիս են Հայաստան ու նաև ունենք այսպիսի մի օրինաչափություն, անցյալ տարի ենք հաշվել երեխաներ, որոնք մամի հետ սովորելու արդյունքում առաջին անգամ են եկել Հայաստան, այսինքն ընտանիքը որոշում է կայացրել երեխաների պնդմամբ, որ այս տարի ինչ որ մի եվրոպական կամ Մեքսիկայի քաղաքներում հանգստանալու փոխարեն ու պնդելը, որ կան Հայաստան, այսինքն դա ընտանիքի առաջին այցն է եղել Հայաստան երեխայի պնդմամբ զուտ դրա համար, որովհետև ինքը ասել է ես ուզում եմ գնամ, իմ ուսուցչուհուն այնտեղ տեսնեմ, դպրոցը տեսնեմ ֆիզիկապես ու նման օրինակ շատ դեպքեր ունենք արդեն այս 4-5 տարվա ընթացքում։ Վստահ եմ, որ դուք հավաքում եք նաև յետադարձ կապ արձագանքներ, ամենատարօրինակ եւ անսպասելի արձագանքը որն է եղել։ Ոյ, այսպես կարող դժվարանամ, չեմ դժվարանա, կհիշեմ։ Ունենք սովորող 6 տարեկան Մայքլը Միացյալ Նահանգներից, շատ բացառիկ խելացի լավ երեխա էր,
ու ծնողի արձագանքներ, որ շատ է սիրում ուսուցչին ու դասերին չի կարողանում կենտրոնանալ ու տենց վերադիտում ենք իր տեսագրությունները, իհարկե ուսուցչուհուց ունենք ֆիդբեք ու անդադ լսում ենք ուսուցչուհուն ասում է, ինչ գեղեցիկ աչքեր ունեք դուք, ինչ գեղեցիկ ամեն օր տարբեր նոր բառեր օգտագործում, որ կոմպլիմենտ անի ուսուցչուհուն, այդ ծնողի արձագանքներ են, որ ձեր ուսուցիչները ասում են, այնքան սիրուն են, տենց ոնց կլինի երեխաները ասում են, չեն կարողանում նորմալ դասաներ, ասում են Մայքլ ամբողջ օրը Արփինեի մասին է խոսում։ Բայց դե ամեն դեպքում գոնե գեղեցկության հոմանիշներ գտել է այդ երեխան։ Այո, շատ այնքան սիրուն շորեր, եք դուք միշտ հագնում, փոքրիկ է, հազիվ է խոսում, երկու բառ հազիվ է իրար կպցնում, բայց տենց գերված ուսուցիչների հա դա էլ է շատ կարևոր, քանի որ on-line դասեր են, ուսուցիչները միշտ պատրաստ, միշտ անկախ ժամից, միշտ սիրով, ուրախ ինքնությունը լսող այսօրվա մեր ունկնդիրները եւ ակնդիրները ինչով կարող են ձեզ օգնել գուցե դուք ինչ որ բովանդակության կամ ինչ որ նյութերի կարիք ունեք որոնք մարդիկ կկարողանան տրամադրել ձեզ կամ ինչ որ բան ունեն որ կկարողանան օգտակար լինել ձեզ ներկայացնելով ինչ նյութեր ավելի գլոբալ կուզենայի խնդրել ես շատ եմ խնդրում որ կարող այդ բառը վատ հնչի այս պահին, բայց ուզում եմ, որ մեր երկիրը պրոպագանդենք մենք, մեր լեզուն։ Ուզում եմ, որ մեր երեխաներին, անկախ նրանից, որտեղ որ ապրում ենք, որ հասարակության մեջ, ինչ ազգ լինում են, անկախ նրանից, թե ձեզ մոտ կան դպրոցներ, ունեք հնարավորություն ձեր երեխաներին հայերեն սովորեցնելու, այլ մասնագետի մոտ չունեք, հայ լինելը պահեն իրենց երեխաների եւ իրենց փորձեն տանը թեկուզ փոքրիկ նյութերով երեխաներին հայերեն սովորեցնել, որովհետեւ մենք առանց փյուրքի ոչինչ ենք եւ հակառակը փյուրքն էլ առանց հայրենիքի առ ոչինչ է ու պիտի խնդրեմ որ հենց դրանով զբաղվեն դա լինի իրենց կյանքի ամենակարևոր մի բաղադրիչը որ իրենց երեխաներին որ ամեն մեկն իր երեխային այդպիսին պահի հայրենիքի նկատմամբ ամուր կապերով կապված բան, հետո արդեն երեխան էլ իր երեխաներին կանի, այսինքն դա տենց սերունդ կփոխանցվի ու մենք տեղից էլ քիչ ենք, մենք պիտի ամենքս բոլորս աշխատենք, որ ամեն գոնե մի հատ ավել հայ պահենք, դա կարծում եմ, որ միակ խնդրանքս է, որ կուզենայի հնարավորություն ունեմ այս պահին բարձրաձայնելու բարձրաձայնայի Այդ շատ կարևոր բան եք ասում, որովհետև ես էլ պարբերաբար ուսանողների կամ աշակերտների տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ ասում եմ, որ եթե մենք մեր հայերենը չպահեցինք, աշխարհում որևէ մեկը պարտավորված չի եւ հետաքրքրված էլ չի մեր հայերենը պահելու, որովհետև դա մեր պարտականությունն եւ մեր առաքելությունն է եւ պետք է սկսենք համացանցում հայերեն գրելով, մեր ընկերների հետ հայատառ շփվելով մեր կազմակերպությունների, մեր խանութների, մեր բրենդների անունները հայերեն գրելով ոչ միայն օգտագործում են օտար անուններ, այլև հայերեն անունները գրում են լատինատառ ու այդ կերպ սարքում են իրականում շատ լուրջ խնդիր է։ Չեմ ուզում հիմա անուններ տալ որևէ մեկին չնեղացնելու համար, բայց պիտի մտածենք դրա համար։ Իսկ ես Արարատյան թեմի կողմից ձեզ կնվիրեմ գրաբարի շտեմարաններ։ Մենք տարիներ առաջ շատ փորձառու մասնագետների հետ մշակել ենք դրանք, թե ինչպես կարելի է անել, որ գոնե առաջին զրոյական մակարդակը հեշտությամբ հաղթահարեն եւ երեխաները սկսեն չվախենալ գրաբար սովորելուց, որովհետև դա մեր լեզվի հիմքն է։ Այնտեղ վարժություններ կան, այնտեղ բառապաշար կա, այնտեղ ասացվածքներ կան, որոնք եւ գրաբար եւ աշխարհաբար տարբերակներով կան։ Հուսամ դրանք ձեր կրթական մոդելում օգտակար կլինեն։ Վստահ եմ կօգտագործենք անպայման։ Մեծ սիրով։ Կա ինչ-որ փակագիծ, որը դեռ չբացեցինք մամի մասին։ Կարծում եմ ամեն ինչից խոսեցինք։ Մենակ կանոնը չբացատրեցինք եթերում, եթերից առաջ ինձ ասացիք, թե ինչ է նշանակում մամ, եթերում չասացինք, դա էլ ասեք ու փակենք հաղորդումը։ Սիրով, մամ մայրիկ բառից է։ Մամ, մենք բոլորս մամ ենք ասում, հա։ Մաման առաջինն է, ով երեխային փոխանցում է հենց լեզուն, առաջին խոսքերը երեխային տալիս է մայրիկը, այնպես որ մեր լեզուն էլ մայրենի է։ Այդտեղից տենց կարճ հապավումը ստացել ենք մամ։ Բայց ամեն տարից հետո կետիկ ունեք։ Կետիկը, այո։ Դա էլ մեր էլի բրենդինգի կարևոր մասերից է, մարդ եւ ժողովուրդ։ Այդ կետերն են, որ կապում են մայրը կապում է հասարակության եւ ժողովրդի հետ։
Հետաքրքիր մոտեցում։ Շնորհակալություն ձեր շատ, շնորհակալություն ձեր ջանքերի համար, շնորհակալությունը, որ հայերենը պահում եք, հայերենը պահելով հայ լինելն եք պահում, ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Հուսամ ձեր դպրոցն այնքան կմեծանա, որ բոլոր համայնքներում ձեր աշակերտներն այնքան շատ կլինեն, այնքան կուրցանց կստեղծվի, որ որտեղ գնանք կհանդիպենք մամի սաներին, մամի աշակերտներին, որոնք շատ գեղեցիկ հայերեն են խոսում եւ շատ լավ տիրապետում են հայերենին։ Շատ շնորհակալ եմ, ես էլ հնարավորության եւ հրավերի համար եմ շնորհակալություն հայտնում։ Բոլորս գործ ունենք այս մասով անելու ու պատրաստակամություն պիտի ունենանք եւ կամք ունենանք, որ այս գործը առաջ տանենք։ Ամեն։ Շնորհակալություն ձեզ շատ, իսկ ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում ես շատ սիրով զրուցում էի մամ կրթական շարժման համահիմնադիրներից Այդա Գրիգորյանի հետ։ Սիրելի ունկնդիրներ, ինչպես այսօր իմ հյուրն ասաց, շատ սիրեք հայերենը, շատ խոսեք հայերենի մասին եւ փորձեք ամեն հնարավոր վայրում պահել ձեր հայությունը, հայկականությունը եւ լեզուն։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։